Բանակում կանանց և տղամարդկանց առօրյաների միջև էական տարբերություններ գրեթե չես գտնի։ Օրը սկսվում է վաղ առավոտյան, բանակային կարգապահությամբ, հստակ ժամանակացույցով։ Արթնանում են, մարզվում, սնվում, ապա մասնակցում դասընթացների։ Մի խոսքով, լիարժեք ներգրավված են բանակային կյանքի բոլոր գործընթացներին։ Այստեղ ծառայությունը կառուցված է պատասխանատվության և պարտքի գաղափարի շուրջ, անկախ սեռից։ Համազգեստի հանդեպ սեր միշտ եմ ունեցել, դեռ վաղ տարիքից, հետո արդեն ռազմագիտություն առարկայից ունեցած գիտելիքները նպաստեցին դրան, որ բուհին սովորելուն զուգահեռ ծառայեմ բանակում։ Վաղ տարիքից ցանկություն ունեցել եմ սպայական ուսադիրներ կրել եւ կանոնց գումարտակնել այդ ճանապարհի սկիզբն է։ Ծառայությունը ավելի բարդ ու դժվար է պատկերացնում, իրականում կրակային պատրաստություն, ֆիզիկական պատրաստություն, բայց շնորհիվ իմ հրամանատարների եւ ծառայակից ընկերների բոլոր դժվարությունները ավելի հեշտ են անցել, ես ավելի հեշտ եմ ընտելացել ծառայությանը։ Ես ինքս մարզից եմ, այստեղ ծառայությունը եւ ուսումը ավարտելուց հետո վերադառնալու եմ մարզ ու գործունեությունը շարունակելու եմ մարզում, Սյունիքի մարզում եւ քանի որ կարծում եմ, որ մարզերը նույնպես պիտի հավասարաչափ զարգանան եւ ունենանք ամուր պետություն։ Կանանց գումարտակում եւս ֆիզիկական պատրաստվածությունը ծառայության անբաժանելի մաս է։ Իրանի ծալուն պարկած դիրքից 100 մետր վազք, 1 կիլոմետր վազք եւ իհարկե շարային վարժանքներ, թե առանց զենքի, թե զենքով։ Որոշ վարժանքների ես էլ մասնակցեցի եւ սեփական փորձով համոզվեցի ու վստահ կարող եմ ասել, ծառայությունը խաղ ու պար չէ։ Իրականում դեռ մանկուց ցանկություն եմ ունեցել զինվորական ծառայություն անցնելու, թերի բարձրագույն կրթությունս ավարտելուց հետո հասկացա, որ ուզում եմ 6 ամսյա ժամկետային ծառայության անցնել, հետո արդեն ընդունվել ռազմական ակադեմիայի ավիացիայի մասնագիտացում որպես օդաչու։ Դեռ ռազմական ավիացիայում կին օդաչուներ չեն եղել, բայց կփորձենք ուղղել դա։ Սկզբում դե որոշումը մի փոքր բուռն արձագանք ստացավ, բայց հետո ընտանիքիս անդամները եւ իմ ընկերական շրջապատը աջակցեցին ինձ, խրախուսեցին, որ ես անցնեմ այս 6 ամսյա ծառայությունը։ Դադարացնելու ու տուն վերադառնալու միտք չի առաջացել, որովհետեւ եթե նպատակ ենք դրել, որ պետքա 6 ամիս ծառայենք, ուրեմն մինչեւ վերջ հաստատ պետքա ծառայենք։ Դժվարություններ իհարկե լինում են, մանավանդ սկզբնական շրջանում, երբ որ դու տնից կտրվում ես ու լրիվ քաղաքացիական կյանքից անցնում ես զինվորական կյանքի, դժվար է հարմարվել գրաֆիկին, կարգացուցակին կամ որոշակի սպաների հետ սուբորդինացիան պահպանելուն, բայց ամեն ինչին սովորում ես ու վերադաս անձնակազմը օգնում է, որ բոլոր դժվարությունները ավելի հեշտ հաղթահարվեն։ Գումարտակն ունի իր հստակ կանոնները, պայմանագրային կին զինծառայողները ծառայությունից հետո կարողանում են դուրս գալ զորամասից զբաղվել իրենց կենցաղային հարցերով, իսկ ոմանք նույնիսկ համատեղում են ծառայությունն ու համալսարանական ուսումը։ Իսկ ժամկետային զինծառայողները 6 ամիս շարունակ մնում են գումարտակում, հետևելով հստակ օրակարգի։ Դեռևս դպրոցական տարիքից մասնակցում է ռազմագիտություն առարկայի օլիմպիադաներին, ռազմամարզական խաղերին եւ մեր դպրոցը ակտիվ մասնակցություն էր ունենում նման միջոցառումներին եւ մասնակցելով այդ խաղերին ու այցելելով ռազմական ինստիտուտ որոշեցի դառնալ զինվորական եւ դեռ 2014 թվականից առաջին անգամ աղջիկներին հնարավորություն տրվեց դառնալու սպաներ, որպես կադրային զինվորականներ եւ այո, շատ բարդ էր, որովհետեւ պատմության մեջ առաջին անգամ պետք է կրթություն ստանային աղջիկները եւ համալրեին զինված ուժերի հրամանատարական շարքերը։ Մեզ համար այստեղ ստեղծված են լավագույն պայմանները, որը հնարավորություն կտա արդյունավետ ծառայել, որտեղ որ զինվորական ծառայության մեջ նաեւ կան կին զինծառայողներ, այդ ստորաբաժանումները ավելի կարգապահ են լինում եւ ինչու՞ չէ, համագործակցում են շատ լավ եւ կարող են ավելի լավ ստորաբաժանումներ լինել, եթե արդյունավետ հրամանատարական կազմը հաշվի առնում կանանց ռեսուրսները եւ հնարավորությունները։ Առաջիկա տարիներին նպատակն է համալրվել նախատեսված կարգով եւ լինել պատրաստված ստորաբաժանում հետագա այլ առաջադրանքների կատարման համար։ Կանայք էլ բանակում ունեն երթման հանդիսավոր արարողություն, որից հետո նաև 2 օրով տուն գնալու հնարավորություն։ Գումարտակում հարաբերությունները ջերմ են ու համախմբված։ Բոլորը պատրաստակամորեն օգնում են միմյանց, հատկապես նորեկներին, որպեսզի նրանք հնարավորինս արագ հարմարվեն զինվորական կյանքին, ինչին նպաստում է նաև սպայական անձնակազմի հոգատարությունը։ Ի դեպ, հատկանշական է այն, որ զորամասի սպայական անձնակազմը կանայք են։ Սա եւս մեկ անգամ ընդգծում է բանակում կանանց դերի կարևորությունը եւ նրանց վստահված պատասխանատվության չափը։